Հանդիպում Վլադիմիր Պուտինի ձեռքսեղմում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Փաշինյանը Մոսկվայում էր մասնակցելու գլոբալ ատոմային ֆորումին։ Իդեպ ֆորումին Պուտինն առիթը բաց չթողեց ու հայտարարեց հեղափոխական զարգացման մասին խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում։ Ուրանի պաշարները կանխատեսումների համաձայն կսպառվեն մինչև 2090 թվականը, սակայն դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ։ Մինչ 2030 թվականը Տոմսկի մարզում կգործարկվի աշխարհում առաջին փակ վառելիքային ցիկլով ատոմային էներգետիկ համակարգը, որը կլուծի այս խնդիրը։ Նա շեշտեց, այսօր միայն Ռուսաստանն է ունակ ապահովել ամբողջ միջուկային էներգետիկայի տեխնոլոգիական շղթայի գործունեությունը։ Ավելի ուշ Կրեմլում նախատեսված էր Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի օրակարգում նույնպես հիմնականում էներգետիկ հարցերն էին։ Վերջին անգամ երկու երկրների առաջնորդները զրուցել էին օրեր առաջ Չինաստանում ոտքի վրա։ Մենք միշտ քննարկելու բան ունենք, մեր կապերը լավ զարգանում են բոլոր ոլորտներում։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հետո զրուցակիցներն անցան օրվա թեմային։ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը։ Ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է այդ ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Փաշինյանը նույնպես կարևորեց ատոմային էներգիան ու ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգումը։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ աշխատում ենք ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք ըստ Փաշինյանի զարգանում են ըստ նախատեսվածի։ Փոխադարձ առևտրաշրջանառության հարցում Փաշինյանն արձանագրեց, որ այս տարի որոշակի անկում է նկատվում, ինչը կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ։ Կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին։ Մինչ այդ Պուտինն ու Փաշինյանը հասցրել էին շփվել նաև ֆորումի կուլիսներում, այլ ղեկավարների, Մյանմայի նախագահի պաշտոնակատարի, Եթովպիայի վարչապետի, ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի, ինչպես նաև Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Նիգերի ներկայացուցիչների հետ։ Չնայած պաշտոնական Երևանի եւ Մինսկի հարաբերություններում արկա լարվածությանը, տեսախցիկները ֆիքսեցին նաև Փաշինյան-Լուկաշենկո ձեռքսեղմումը։